հաշմանդամ ունեմ տանը, խնամողը ես եմ, դիմել եմ տարբեր տեղեր, երկրորդ խմբի հաշմանդամներին, ոչ տուն ունեմ, ոչ մի բան, ու չեմ էլ ունեցել սեփականություն, շատ շուտ ունեցել եմ, կեսուրինն ա եղել, հիմա չունենք, ապրում ենք ստեղ արդեն 8 տարի, դիմել եմ ամեն տեղ, սոցիալական և աշխատանքի և սոցիալական նախարարությունը, ընդեղից եկել ա մերժում, որ չգիտեմ ինչ պատճառներով, համ Փարոսի անդամ եմ, ու ես ոչ մի աջակցություն չեմ տեսնում էլի պետությունից, թե ես այդ երկու հաշմանդամին որտեղ տանեմ հիմա, եթե պետությունը ինձ ստեղից վտարում ա։ Իսկ երբանից դուք աջակցություն քշում եք, ինչքան ժամանակ Ես երբեք չեմ ստացել աջակցություն, այդ տան հարցն ա, որ դիմել եմ թեկուզ կացարանով, թեկուզ սոցիալական տնով ապահովեք, որ ես խնամակալ եմ երկու հաշմանդամին ոնց պահեմ, չեմ էլ կարողանում աշխատեմ, իրանց ով պահի տանը։ Իսկ հաշմանդամության կարգ, հաշմանդամության փոշակ ունեն, երկուսն էլ երկրորդ խմբի ծանր աստիճանի հաշմանդամ են, աղջիկս համ Ավանում հոգեբուժանում գրանցված է, համ ծանր կարճատեսություն ունի, նույնը ամուսինս ա, ու մենք ապրում ենք այս պայմաններում, սանհանգույցն էլ, որ տեսնեք նկարեք ինչ վիճակ ա, շենքի վիճակ ա, եթե ես ունենամ պայմաններ կամ գումար, պետությունը ինձ առաջարկում ա, առեք շենքը, ոնց առնեմ։ Ես ուղղակի զարմանում եմ, ոչ մի աջակցություն չեմ ստացել ես այդ երկու հաշմանդամի համար, բացի իրանց թոշակից ու 20,000 նպաստից։ Ինչքան է կազմում թոշակը իրենց։ 37,500 երկրորդ խմբի համար, իսկ դեղերին չի բավարարում։